Մեր Ժասմին Ղևոնդյանը հաստատում էր ձեր սրահում 1.200.000 հայերի մասին է խոսքը։ Հիմա կխնդրեմ եւս մեկ անգամ այս թեման, սա պետք է օրակարգ ունենի, սա պետք է հանրային պահանջների խնդրեմ ես ասում ձեր կարծիքով։ Առաջին հերթին ուզում եմ շեշտեմ, որ մենք բոլոր ամեն տարի այս օրերին միշտ եղել ենք Ծիծեռնակաբերդում եւ հուշո այդպիսի միջոցառումներ անցկացրել, ցավում եմ, բայց իրականում այդ տարիների ընթացքում պետության ներկայացուցիչներ առ այսօր պետության ներկայացուցիչներ այնտեղ չեն եղել։ Ես չգիտեմ ինչով դա բացատրեմ, անկեղծ եմ ասում, բայց ամբողջ այս 35 տարվա ընթացքում իշխանությունները չեն մասնակցել այդպիսի արարողակարգին։ Հիմա ինչ է անում Ալիևը տեսնում եք, շահիդների, այսպես ասած, ծառուղի, չգիտեմ այն ինչ եւ այլն, ուր է տանում բոլորին իմիջիալոց, ովքեր գալիս են Ադրբեջան։ Մենք ունենալով այդպիսի փաստեր իրավական տեսանկյունից անթերի եւ հաստատված, մենք որևէ լուրջ ձևով չպայքարեցինք մեր հայրենակիցների, շահերի համար, նրանց իրավունքների իրականացման համար։ Այս անգամ նույնպես մենք հանդես եկանք Ծիծեռնակաբերդում մեր նախաձեռնությամբ դա ի պաշտպանություն Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կազմ կոմիտեն էր, որը ստեղծվել է 96 թվականին իմ գլխավորությամբ եւ մենք ամեն քայլ արել ենք, որպեսզի նաեւ իշխանությունը այս ամենին մասնակից լինի, այն ժամանակվա մասին է խոսքը։ Եվ ստացվել է հետևյալը, որ իրավական այդ թղթապանակը, որը կար Արցախի վերաբերյալ Արցախի Հանրապետության, մենք այդ պահին տենց էլ չկարողացանք ուրեմն օգտագործել այնպես, ինչպես դա անհրաժեշտ էր։ Ուստի ես հիմա ձեզ ուզում եմ ասեմ հետևյալը. այդ բոլոր խոսակցությունները 300,000 ադրբեջանցու վերաբերյալ, դա պատրվակ է. Եվ եթե Հայաստանի Հանրապետության իշխանությունը, մենք հանրություն ենք, մեր խոսքը դա ընդամենը խոսք է, իշխանությունը պարտավոր է հերքել եւ հաստատել, որ այդպիսի իրավիճակ Հայաստանում երբևիցե չի եղել եւ չի էլ կարող լինել, որ 300,000 ադրբեջանցի այսպես կոչված վերադառնա։ Այդ վերադարձ բառը վերաբերվում է հայերին, որոնք պետք է վերադառնան Արցախ եւ Ադրբեջան, այսպես կոչված նրա տարածքները, որովհետեւ ադրբեջանցին միշտ եղել է եկվոր այստեղ, նա չի եղել այստեղ այս հողի տերը, նա երբևիցե չի տերապետել այդ հողը, եւ երբ որ նա լկտիաբար ասում է, որ դա պատմական ադրբեջանական հողերն են, դուք հասկանում եք, ու հայկական իշխանությունը այսպես կոչված, այդ իրանց լեզվով ասած դուխ չունի, որ ասի թե ոնց դա բա մեր Արցախը, բա մեր ուրեմն Բաքվի, Գանձակի, այդ բոլորը իսկական եղել են հայկական հողեր։ Ես էլ չեմ խոսում Գարթմանի մասին եւ այլն, այնտեղ դրանք են քոչվոր եղել, եկել են այդ հողերը վերցրել։ Ուրեմն կնշանակի պետք է նաեւ հստակ այդպիսի մեդիա, այսպես պայքար մղել, ինֆորմացիոն պայքարել է գնում, պատերազմ է գնում, եւ այստեղ է տանուլ տալիս Հայաստանը։ Եվ այս պարագայում է, որ մենք ասում ենք, վերադարձը, հայերի վերադարձը Արցախ օրինական է, եւ Հայաստանի իշխանությունը, վաղվա իշխանությունը դա կանի միայն, որ նա պետք է անպայման ապահովի այդ իրավունքի իրականացումը։ Եվ վերջապես հերիք է այս խելագար մոլագարներին, որոնք ասում են, որ հենց որ գան, այս ինչ ուժերը դա պատերազմ է սկսվելու, ոչ, որովհետև պատերազմը կսկսեն հենց սրանք, որոնք անընդհատ են նապաստակի նման վախից փախնում են ամեն րոպե, Ալիևներից եւ Էրդողաններից։ Այստեղ պետք է արժանապատիվ ազգ, հզոր իր պոտենցիալով, միավորված, որը կարողանալու է ոխերի մեջ բարեկամին ասի ռադդ քաշի, որովհետև ես քո բռութդ կջարդեմ։ Հենց այս պետք է խոսվի։ Եվ այդ պարագայում չի լինելու պատերազմ։ Եթե դուք բարեկամ երկրների հետ կարողանաք միավորված գործողություններ անեք։ Իսկ եթե դուք անընդհատ պետք է ասեք, ես մեկ ստեղ եմ, մեկ ընդեղ եմ, չգիտեմ,
ոնց եք փախչում ստեղից այնտեղ, ուրեմն իհարկե դուք կմնաք որևէ մեկին անտեր վիճակում կմնաք ու այդպես էլ կլինի։ Այնպես որ այստեղ Արցախի հարցը մնում է որպես օրինական խնդիր եւ հայերի վերադարձը Արցախ եւ ընդհանրապես եթե պետք է խոսք գնա ընդհանրապես որևէ մի ադրբեջանցու գալ Հայաստան, ապա այո 1 միլիոն 200,000 հայ պետք է վերադառնա Ադրբեջան։